եթե թույլ կտաք իհարկե։ Քանի որ խոսեցիք Ռուսաստանի մասնակցության մասին, կարծեմ ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ թրիփի շրջանակներում հնարավոր չի դիտարկել օրինակ Ռուսաստանի մասնակցությունը։ Կարող է ինչ-որ բան է փոխվել, եթե չի փոխվել, խնդրում եմ սա ճշգրտեք։ Երկրորդը, որովհետև իրենք իսկապես նման հետաքրքրություն հայտնել էին։ Երկրորդը վերջերս, քանի որ ձեր սկզբի խոսքում խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ 1-2-3 համաձայնագրերի այդ մասին, որը խաղաղ ատոմի կամ չգիտեմ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություն է ստեղծում, վերջերս ԱՄՆ դեսպանությունը ուրեմն ռելիզեր հրապարակել մամուլի հաղորդագրություն, համաձայն որի ամերիկյան Sargent and Lundy ընկերությունը աշխատելով հայապաշտոնյաների հետ ավարտին է հասցրել ատոմակայանի նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։ Այսինքն ամերիկյան կողմը ընկերությունը նման գնահատում է իրականացրել եւ կարծես փոխանցել է։ Կա արդեն պատկերացում ատոմակայանի նոր ատոմակայանի վերաբերյալ, մոդուլյար ատոմակայանի վերաբերյալ, թե որ կողմի հետ է Հայաստանը ավելի այսպես սերտորեն ցանկանում շարունակել համագործակցությունը, գիտենք որ կան առաջարկներ, բայց կա արդեն որոշում կամ չգիտեմ հստակեցում, թե որ կողմի հետ է ցանկանում շարունակել համագործակցել, հատկապես որ ամերիկյան կողմը տեխնիկատնտեսական հիմնավորում է ներկայացրել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Այո, TRIP ընկերությունը եւ TRIP ենթակառուցվածքները, TRIP նախագիծը հայ-ամերիկյան ՀՀ-ԱՄՆ երկկողմ նախագիծ է։ Ընդհանուր մինչև ընկերության բաժնեմասերն են հրապարակել, համաձայնեցված են, չէ, 74%, 26%, բացառապես Հայաստան-Ամերիկա։ Ուրիշ բան, երբ որ կգա հարցը, չգիտեմ, զանազան կոմպոնենտների քիչ առաջ նորից ասեցինք, ընդհանուր մինչև եթե երկաթուղի ռելս ումից ենք առնում, եթե համակարգչային ինչ-որ ծրագրի հարց կա, դաով է կամերաներ անվտանգային, որ ընկերությունն է, որ երկիրն է եւ այլ, այսինքն կան բաղադրիչներ, որտեղ մենք կարող ենք տարբեր երրորդ կողմերի հետ համագործակցել, այդ երրորդ կողմերը կարող են պետություններ, բայց տրամաբանորեն ես մտածում եմ ավելի շատ ընկերություններ զանազան, այդ փուլին չենք հասել եւ չկան այստեղ հստակեցումներ եւ պայմանավորվածություններ, երբ որ կլինի, երբ որ կգանք մենք TRIP ընկերությունը կհաստատենք մյուս առավոտ երևի TRIP ընկերությունը մրցույթ կհայտարարի, երբ որ տեղանք կորոշվի, կարվի այդ ուսումնասիրությունները կարվեն, երևի հաջորդ փուլում TRIP ընկերությունը մրցույթ կհայտարարի, չգիտեմ, թղթի ձեռքբերման համար, թղթի կարիք կլինի եւ ինչ որ մեկը կմասնակցի այդ մրցույթին, այնտեղ էլ արդեն կերևա էլի եւ դա այս թղթի օրինակով բարձ է, մենք շպարզունակ կերպով արձագանքեցի, բայց թղթի օրինակով նույնը կլինի որևէ այլ ապրանք կամ ծառայություն, որի կարիքը TRIP-ը կունենա եւ այստեղ տարբեր երկրներ կամ ընկերություններ կարող են հետաքրքրություն իրենց դրսևորել, բայց TRIP-ը ինքնին որպես ընկերություն, որպես նախագիծ շարունակում է մնալ եւ շարունակելու է մնալ հայ-ամերիկյան համատեղ նախագիծ։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ուրեմն տարբեր ընկերություններ են նախնական ուսումնասիրություն արել, մենք իսկապես նախկինի պես բավականին հետաքրքրված ենք փոքր մոդուլյար ռեակտորներով, գիտեք, ինչպես աշխարհում ամեն ինչ, փոքր մոդուլյար ռեակտորներն էլ ունեն իրենց առավելությունները, ունեն իրենց կարող են ունենալ իրենց թերությունները եւ այլն, այսինքն ցանկացած երկիր, ցանկացած այս դեպքում լավ ատոմակայան կառուցելիս պետք է հաշվի առնի իր շահերը, իր հետաքրքրությունները, ինչ է իրան պետք, պլյուսները եւ մինուսները, հա։ Հիմա մենք իրոք հետաքրքրված ենք փոքր մոդուլյար ռեակտորներով, կան բազմաթիվը չգիտեմ, չափելի չի երևի այդպես հստակ, կան մի շարք ընկերություններ եւ մի շարք երկրներ, որոնք հետաքրքրված են փոքր մոդուլյար ռեակտորներով մեր հետաքրքրությամբ եւ հիմա անում են իրենց ուսումնասիրությունները, արել են կամ կանեն, պատրաստվում են անել իրենց առաջարկները, մենք հետեւյալ փուլում ենք, մենք բացենք առաջարկների համար, դուք մի ամերիկյան ընկերություն նշեցիք, կանելի ամերիկյան, կա, չգիտեմ, Ռուսաստանն է հետաքրքրված, Կորեան է հետաքրքրված եւ այսինքն բոլոր նրանք, ովքեր այդ տեխնոլոգիաներով որոշակի քայլեր ունեն, հետաքրքրված են Հայաստանում ստեղծվող հնարավորություններով, մենք էլ սպասում ենք եւ ուսումնասիրում ենք առաջարկները, այստեղ ոչ մի վերջնական բան չկա։